Արգակցերը ժողովուրդ ջան, լսում է Արտուր Վանեսյանի հարցազրույցը եւ հարցազրույց վերցնողը նրան հարց տվեց, թե երբ դուք ԱԱՑ-ի պետ էիք, ինչու չձերբակալեցիք կապիտուլյանտին, իմանալով, որ նա ազգադավ գործունեություն է ծավալում։ Եվ այդ ճղճի անձնավորությունը, որ ԱԱՑ-ի պետ էր աշխատում իր ժամանակին, ողբամբ քեզ ԱԱՑ-ը, որ քո պետը դա էր իհարկե։ Եվ ինչ է ասում։ Ասում է, դե գիտեք ինչ, եթե նրան ձերբակալեինք, ողջ հայ ժողովուրդը կգար նրա ետևից, չէ որ նա ժողովրդի ընտրյալն էր, նա ռեյտինգը այն ժամանակ բարձր էր։ Հարցազրույց վերցնողը նորից լավ բան ասեց, բայց եթե փաստեր ներկայացնեիք, դուք չգիտեիք, թե նա ինչ անում, բա գիտեինք, բայց այդ փաստերը ասում դնեիք ամբողջ ժողովրդի ազգի առաջ ու ասեիք, ահա փաստերը։ Եթե այդքանից հետո պետք է գային Նիկոլ պահանջեին, իհարկե որի վրա որ կասկածում, դա անհնարին բան էր։ Կամ էլ վաթարագույնը վերցնենք, որ նախիրը պետք է գար ու դավաճանին պահանջեր, դուք պետք է նախիրի ասածը բանի տեղ դնեիք։ Իհարկե նման բան չկա։ Հեշտ ամեն ինչ ժողովրդի վրա կոտրելը, մեռակ է ժողովրդի վրով 35 տարի անցնելով։ Այս սրիկաներ։ Ժողովուրդը միշտ էլ միամիտ է, որ ընտրելա ձեր նման կեղտերին քաքն անգե, չէ։ Ինչ անշանակում, այո, փաստեր կային, եթե դնեինք, ժողովուրդը էլի դա չէր հաշվի առնի, ասում է, որովհետև, նայեք ինչ ասում Վանեսյանը, որովհետև մեր ժողովուրդը ասում է, շուտ է մոռանում անցյալ բաները կատարված, այսինքն ժողովուրդը պետք է մոռանար, հա, թե Նիկոլը ինչ արել իր գլխին։ Միգուցե ձեր Ալան-Թալանը առաջին նախագահից սկսած մինչև վերջ դայի նկատի ունես, որ մոռացել են, նրանք էլ չեն մոռացել, ուղղակի խեղճերի ձեռը ճար չկա։ Ձեր նման սրիկաների ձեռը քաքն անգ է ժողովուրդը։ Դու էլ ինչ ԱԱՑ-ի պետ ես, դու փաստորեն փաստացի խոստովանեցիր, Արտուրիկ, որ դուք փաստեր ունեիք եւ լավ էլ գիտեիք ինչ էր անում։ Որովհետև ես հիմա կբացեմ կարթերը, թե ինչի համար չձերբակալեցիր, այլ լղոզելով պատասխան ես տալի, թե ռեյտինգը բարձր էր, որ փաստեր ներկայացնենք նա դավաճան էր, ժողովուրդը վսյոտիկի իր ընտրյալն էր, գգար էլի հետ կտաներ, նրանք մոռանում են, շատ շուտ են մոռանում երեկվա եղածը եւ կգային իրենց մարգարե վարչապետին կպահանջեին։ Իսկականից, արա քեզ հիմարի տեղ ես դրե Արտուրիկ։ Թե ձեր մեջից մենակ տղամարդ տղեն Վովա Գասպարյանն է։ Չգիտեմ ինչ որ է, նա էլ լավ անցյալ չունի, բայց մի հարցում Վովա Գասպարյանը ճիշտ է խոսած։ Երբ որ ասեց, երբ որ այդ կապիտուլյան շունը Լեննականից խուրջինը մեջքին գցած, չգիտեմ երկու հատ էլ բրտուճ հորս խեռը մեջը դրած ուտելով գալիս էր։ Իր լակոտ լուկոտ ընկերների հետ մի քանի հոգով։ Թափթփուկներ, բիճոկ ծխողներ, քուչի լակոտներ։ Եվ Վովա Գասպարյանը դիմեց ոչ բարով ու խերով գերագույն հրամանատար մի մետր բոյ ունեցող Սերժիկին եւ ասաց. «Պարոն հրամանատար, թույլ տվեք ձերբակալեմ սրանք գալիս են ավիրելով, ռադիոտուն են մտել, ասեց վերենգի տեղդ, ինչ ուզում են թող անեն, ձեր չտաս։ Ահա ձեզ վառ ապացույցը։ Միգուցե Վանեսյան, ինքդ էլ խոստովանես, որ նման բաներ քեզ է ասել, վերենգի տեղդ այդ տղա, ինչ ուզում են թող անեն։ Չնայած այն վաղ Սերժիկ չկար, Նիկոլը քեզ դրեց այդ աթոռին, Օսիպյանին էլ հետը երկուսից էլ տաշեց, որովհետև Նիկոլին տեր կար գլխին, տեր, եւ այդ տերն էլ ասեց, հանի դրանց ռադարա, այդ երկուսին էլ։ Եթե դու մի փոքր տղամարդկություն ունենայր, լինելով ԱԱՑ-ի պետ, ԱԱՑ-ն դա պետության հիմքն է, հիմքը, ֆունդամենտը, որի վրա որ կանգնած է ազգն ու երկիրը։ Հիմնված է ոչ բարով ու խերով ձեր նմանների վրա են հիմնված ու հույսները դրե ազգային անվտանգություն։ Իսկականից միգուցե ապազգային անվտանգություն է, այլ ոչ թե ազգային։ Բոլորդ էլ տեր ունեք ձեր գլխին, որտեղ Նիկոլին բերել էին, որ իր արածը աներ, ու ձեզ էլ ասեն ռադ եղեք, ինչ ուզում եք թողանից ձեն չանեք։ Միգուցե այս փաստերը դու ներկայացնես, թե ձեր նմանները ոնց են ազատվել աշխատանքից։
թե ձեր նմանները ինչ հրամաններ են կատարել, թե ձեր նմանները ինչի են լռել Նիկոլի արասների վրա։ Այս սրանից էլի խոսա Արտուրիկ։ Ոչ թե ասա հիմա էլ ստեղ ընդեղ դու եւ քո նման շատերը հարցազրույցներ եք տալի, թե սենց է եղել, թե Նիկոլը մեղավոր է, թե Նիկոլը սենց, թե Նիկոլը ընենց։ Դու այդ տավարներ, սաղ նախարարներ եք ուժային կառույցների։ Այդ լակոտը իրանից ինչ էր ներկայացնում, ականջից բռնեք տանեքսեք KGB-ի պատվալ։ Թե Նիկոլը այնքան տղա կար, այնքան տղա, որ 70 տարվա մեջ, 80 տարվա մեջ, ինչքան մարդիկ եք լավագույն ազգին տրյալ զավակներին, թե կռված տղեկ եք վերացրել, որոնց հետևից եք խփել, որոնց էլ բերել եք KGB-ի խուց տանջամա եք արել։ Ուրեմն Նիկոլը դրանցից լավ տղամարդ էր, հա, սա եւս նորից վառապատույց, երկրորդ ապացույցը նրա, որ դուք հայրենասերներին եք վերացնում ու մաքրում, բայց տականքներին առաջ եք հրում։ Հիմա հասկացաք, որ ձեր ԱԱՑ-ն էլ, ձեր ոստիկանությունն էլ, դուք բոլորովդ էլ ազգադավ կառույց եք։ Ես մենակ մի բան կասեմ, հեշտ է այս ամեն ինչը ժողովրդի վրա ջարդելը։ Ժողովուրդը, այո, մենք մեղադրում ենք ժողովրդին։ Բայց ժողովուրդը ձեր նմաններին իշխանություն անդե, արա դուք աթոռների վրա նստած, ձեր ալանն ու թալանը արել եք, դուք եք թալանը, ժողովուրդն ասում է մեղավոր։ Այո, ժողովուրդը այնքանով է անթասիբ ու նախիր, որ պետք է վեկալեր զենքն ու տապորն ու թվանքը գազեր նմաններին հենց կաբինետի մեջ սատկացնեին բոլորիդ, որը որ չարեցին։ Գոնե մեկ անգամ հայոց պատմության մեջ, նորաստեղծ Հայաստանի պատմության մեջ, մի անգամ, եթե նման ապստամբություն լիներ, ձեր նմաններին հենց աթոռների վրա այդ ալան թալանի ժամանակ սատկացնեին, դա կլիներ դաս եկող իշխանություններին։ Հաստատ էլ ոչ մեկը ռիսկ չէր անի նման բան աներ։ Ժողովուրդ ջան, նորից եմ կրկնում, այս ամբողջը կապիկություն է։ Եթե ուզում եք բոլոր առաջին նախագահից մինչև այս կապիտուլյանտը պատժվեն, եթե ուզում եք բոլոր թալանչիները, չգիտեմ, դավաճանները, ագենտները եւ այլն երկրում մեզ կուտակված աղբը մաքրվի, միայն ազգայնականից մեր նման տղեկը պետք է գան իշխանության, որ սրանց սաղի հերը անիծեն։ Փակեն երկինքը, սաղ սահմանները ցամաքից ու երկրի ներսում իրականացնեն աղբի մաքրումը։ Բոլորին դեպի Զիբիլանոց։ Այս է ճիշտը։ Մտածեք, լավ մնացեք։ Այսքանը։